Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 8 Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Մատթեոս 5-րդ գլուխ 8-րդ խոսք։ Մաքրությունը, առավել ևս սրտի մաքրությունը, գլխավոր բանն է, որին մենք պետք է ձգտենք։ Մենք պետք է ներքուստ մաքրվենք հոգու և խոսքի միջոցով, իսկ հետո մենք կմաքրվենք արտաքուստ նվիրաբերման և հնազանդության միջոցով։ Զգացմունքների և բանականության միջև կա սերտ կապ։ Եթե մենք չարիքն ենք սիրում, ապա չենք կարող հասկանալ բարին, և եթե սիրտը պղծված է, ապա աչքը կուրացած կլինի։ Ուրեմն ինչպե՞ս կարող են նրանք տեսնել Սուրբ Աստծուն, ովքեր սիրում են պիղծ բաները։ Ինչ մեծ պատիվ է Աստծուն այստեղ տեսնելը։ Նրա մի ակնթարթային հայացքը նման է երկրի վրա դրախտի։ Քրիստոս Հիսուսի մեջ սրտով մաքուրները տեսնում են Հորը։ Մենք տեսնում ենք Նրան, Նրա ճշմարտությունը, Նրա սերը, Նրա նպատակը, Նրա գերիշխանությունը, Նրա ուխտի բնույթը։ Այո, մենք տեսնում ենք Նրան ինքը Քրիստոսի մեջ։ Բայց սա կարելի է հասկանալ միայն այն դեպքում, երբ մեղքը դուրս է հանվում սրտից։ Միայն նրանք, ովքեր քայլում են Աստծո երկյուղով, կարող են աղաղակել. «Իմ աչքերը միշտ ուղղված են Տիրոջը»։ Մովսեսի ցանկությունը «ցույց տուր ինձ քո փառքը» կարող է իրականանալ մեզանում միայն այն դեպքում, երբ մենք մաքրվենք ամեն անարդարությունից։ Մենք կտեսնենք Նրան ինչպես որ կա, և ամեն ոք, ով այս հույսը դնում է Նրա խոսքի վրա, մաքրագործում է իրեն։ Ներկայիս հաղորդակցության վայելքը և երանելի տեսիլքի հույսը սրտի և կյանքի մաքրության հրատապ դրդապատճառներն են։ Տեր, դարձրու մեզ սրտով մաքուր, որպեսզի տեսնենք Քեզ։